Պարոն Գրիգորյան, տարեվերջին քաղաքապետարանի աշխատակազմը 634 միլիոն պարգևավճար է ստացել, դուք որքան եք ստացել։ Ճիշտ ասած չեմ հաշվել, բայց իմ գումարի այտենց հենց պարգևավճարային մասերը, որտեղ այնտեղ կան նաև աշխատավարձ, հենց մի քանի օրվա ընթացքում, որ գումարը որ նստում է, այտենց չեմ առանձնացել, բայց կարող չանհանգստանեք, ոնց որ ամեն տարի սկսած 2019-20 թվականից ես ներկայացնում եմ տարեկան հայտարարագիր, եթե ձեզ հետաքրքիր է, այս անցած տարվա վերաբերել, այս տարի մինչև մայիսն է վերջնաժամ գտեցուց չեմ ստանում, որ լրացնեմ հրապարակը կմտնեք կտեսնեք, գաղտնի չի մնա ձեզնից։ Բայց միլիոնի է հասնում ինչպես падգամավորների դեպքում։ Նորից եմ ասում, ես ընդհանուր հիմա այս պահին թիվը չեմ հիշում, բայց կարծես այո, այսինքն դրանից պակաս չէր, բայց ընդհանուր թիվը տարեկան եկամտի կտեսնեք այդտեղ, բաժանեք 12-ի ամսական եկամուտը կստանաք։ Նշեց, որ իր աշխատավարձի չափը միգուցե ձերն է ձեր աշխատավարձի չափը։ Ժորժ ջան, հիմա եթե մի բան սկզբից ասել եմ, հստակ չեմ հիշում, հարցերի քանակից ելնելով չեմ սկսել հիշել, ասեցի մեթոդը, ձեզ կոնկրետ հետաքրքիր է իմ եկամուտների չափը որպես համայնքային քաղաքական պաշտպան զբաղեցնողից, նորմալ է, որ հետաքրքիր է, դրա համար կա հայտարարագիր։ Կլրացնեմ կնայեք, այդ ժամանակ շատ ուշադրիր լրացնել են, այդ ժամանակ չեմ կարող ասում, չեմ հիշում։ Պարոն Գրիգորյան, տրանսպորտի վարչության պետին է մեղադրանք առաջադրվել, ձեր գնահատականը խնդրում եմ։ Ես 2019 թվականից ի վեր տարբեր քաղաքական պաշտոններ եմ զբաղեցրել։ Եթե գոնե մի հարցազրույց կգտնեք, որ ես բովանդակային գնահատական տված լինեմ որևէ քրեական գործի հիմնավորվածության, ձեզ խոստանում եմ հաջորդ անգամ այս հարցին պատասխանեմ, բայց պետք է որ չգտնեք, հետևաբար այս անգամը բացառություն չի լինի։ Ես քրեական գործեր, որակումներին, մեղադրանքին ես գնահատական չեմ տալիս։ Պարոն Հարությունյանը հրապարակով խոսել է, ասել է, Ձեր ենթակայությամբ եւ այն որ քաղաքը հարցազրույց եք վերցրել, դու գնահատական տրամբանցում։ Չէ, լրագրողը գնահատականներ չի տալիս, հիմա նա աշխատում է ձեր ենթակայությամբ եւ չափ քաղաքապետը տալիս է։ Դե պետք է ասեք, չէ, ձեր հիմնարկում, քաղաքապետարանում, թաղապետարաններում պարբերաբար լինում են այսպիսի վերջին շրջանում հատկապես, եւ դա նորմալ է, թե նորմալ չէ։ Նորմալ է, երբ որ ժամանակ առ ժամանակ տարբեր անձանց ներկայացվում են մեղադրանքներ, որովհետեւ պատմությունն ապացուցել է, որ չեն լինում հասարակություններ, որոնցում չեն կատարում հանցագործություններ։ Աննորմալ է, երբ որ այդպիսի բաներ տոտալ չի լինում։ Ես սա չի նշանակում, որ ասում եմ պարոն Հարությունյանը ինչ-որ բան կատարել է կամ չի կատարել, բայց դուք ասում եք քրեական գործեր են լինում են մեղադրանքներ, ասում եմ նորմալ է, ցանկացած ժողովրդավար երկրում ցավոք սրտի լինում են հանցագործություններ, որոնք առնվազն դա բերում է մեղադրանքների ներկայացման, բայց լինում են նաև անհիմն մեղադրանքներ, որը էլի գուցե չարամտության արդյունք չի, աշխատանքի որակի արդյունք է, որը մենք բոլորս անթերի չենք։ Բայց ես էլ եմ ասում, քրեական գործի նյութեր կան, որոնց ես չեմ տիրապետում, ծանոթ չեմ եւ բացի նրանից որ քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, ես տենց մինչեւ քաղաքական գործունեությունը նաեւ փաստաբանական գործունեություն եմ ծավալել, որտեղ շատ լավ հասկացել եմ, որ չի կարելի նյութի, որին դու մասնագիտական չես տիրապետում, տան գնահատական, բայց նորից եմ ասում, պարոն Հարությունյանը կոնկրետ հայտարարել է, որ չի ընդունում իր առաջադրված մեղադրանքը եւ դա համարում անհիմն։ Նաեւ որոշակի մանրամասներ է ներկայացրել, որոնք ձեզ այդքան հետաքրքիր են։ Պարոն Գրիգորյան, ընտրություններին մասնակցելու եք խորհրդարանական։ Ես իմ տեխնացությունը ներկայացրել եմ եւ քաղաքացիական պայմանագրի վարչության կողմից հաստատվել է տեխնացություն, ըստ այո մասնակցելու եմ, այսինքն նաեւ տեխնացուի կարգավիճակով, որ այդ կարգավիճակով է չմասնակցել, որպես քաղաքական թիմի անդամ, ոնց որ միշտ մասնակցել եմ, ելին պատրաստվում եմ մասնակցել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։